Ողջույններս բոլորիդ սիրելիներ։ Ընթացքում ահագին ժամանակ է անցել, ողջույններս նաև ձեզ on-line ժողովուրդ, ովքեր որ նայում են, լսում են խոսք եւ լսել են։ Ժամանակներն ահագին անցել են արդեն 1 ամիս 2 շաբաթ, կարող եմ ասել։ Սրանք մի տեսակ իմ համար ցավալի ժամանակներ են։ Ամեն անգամ ես ուզում եմ նույնը կրկնել, քանի որ 1 ամիս 2 շաբաթ ես լինում եմ այնտեղ Եվրոպայում եւ կարծես թե իմ մոտ մի տեսակ ձակերը կորցրած արջի տպավորություն էի մոտ այդ ամենը թողնում, որովհետև գիտեմ, որ ես թողնում եմ այստեղ մի շատ կարևոր բան, թողնում եմ այստեղ ժողովուրդ, թողնում եմ on-line-ում ժողովուրդ, ովքեր որ քանիներն են, բայց սպասում են այդ խոսքին, անհամբեր սպասում են այդ օրվան։ Ինձ համար էլ դա հեշտ չի, գիտեք սիրելիներ, ինձ համար շատ դժվար է լքել, անկեղծ եմ ասում։ Կարծես թե 2 շաբաթը լրանում եմ աշխատանքային եւ նոր կամած սկսում եմ համակերպել այդ կամքի հետ, աստվածային կամքի հետ, որ գիտեմ, որ դա բնականon Աստծո կամքն է։ Ինչու եմ ասում Աստծո կամքն է։ Ինչ որ մեկը կարող է ինձ ասել, դե ինչի ես գնում դու Եվրոպա։ Դու կարող ես այսպես եւ այնպես ծառայել Աստծուն, մնալ Հայաստանում, բայց սիրելիներ, այս ամենը տեսիլքով է։ Ես ուզում եմ մի փոքր ձեզ ավելի շատ on-line ժողովրդին ուզում եմ մի փոքր պատմել այդ տեսիլքը, որովհետև վերնատանը գտնվող մարդիկ արդեն գիտեն դա։ Սա մի տեսիլք է, որ ծնվեց 2019 թվականին։ Սա այսպես էր, մի փոքր վկայեմ, երբ որ ես Շվեյցարիայից գալիս էի արդեն վերջնական Հայաստան Գյումրի ապրելու եւ Աստված իմ սրտին դրել էր Գյումրին, չգիտես ինչու, եւ իմ տեսիլքների մեջ ես շտապորեն վազում էի։ Ուղղակի ես վազում էի առանց կանգնելու եւ հետաքրքիրը գիտեք որն էր, որ մի հսկայական ծով էր ձախ կողմի վրա եւ ինձ համար տրված էր մի ճանապարհ ծովի եզերքով, որ ես կարողանում էի վազել եւ անդադար մտածում էի, որ երբ կհասնեմ եւ կանգ կառնեմ, թե ես ուր էի վազում, չգիտեի սիրելիներ։ Ես ուղղակի իմ Աստվածաշունչը գրկած, իմ գերմաներենով Աստվածաշունչ իմ ձեռքում կրծքիս սեղմած վազում էի։ Երբ որ ահագին ճանապարհներ ես վազեցի, կարելի ասել ժամեր իմ տեսիլքի մեջ եւ կանգնեցի։ Եվ ետ դարձա, եւ երբ որ ես ետ դարձա, տեսա, որ ամբողջ տարածքը արդեն ծով էր։ Ետ դառնալու ես ճանապարհ այլևս չունեի, եւ այդ տարածքը, երբ որ ես վազել եմ այդ ճանապարհը, փակվել էր, բոլորը դարձել էր ծով։ Եվ ես կանգնեցի այդ ծովի դիմաց այսպես, բռնած իմ Աստվածաշունչը, հիշում եմ մինչև առ այսօր իմ կապույտ գույնի Աստվածաշունչը ձեռքս եւ ասում էի. Տեր, ինչու եմ ես այստեղ։ Եվ ինչու է իմ համար ամբողջը ծով դարձել։ Ինչ է նշանակում սա։ Եվ Տիրոջ ձայնը լսեցի, որ ասեց. դու պիտի ետ դառնաս։ Ինչպես թե Տեր։ Ետ դառնամ, այսքան տարիներ ես սպասել եմ, այսքան տարիներ փապակած, որ ես պիտի իմ Գյումրիում լինեմ եւ իմ կյանքի վկայությունը պիտի շատերին տամ, այն ժամանակ դեռ չկար այս պահը, որ այսօր կա։ Տերը ասեց, դու պիտի վերադառնաս, բայց ասեցի, Տեր, ինչպես վերադառնամ։ Չէ որ բոլորը ծով է, չէ որ ամբողջը ծով է հիմա, ես ինչպես կարող եմ վերադառնալ, եւ Տերը ասեց, դու պիտի լողաս, ջրերի միջով պիտի վերադառնաս։ Իսկ ես ասեցի Տիրոջը համառորեն, բայց Տեր, դու գիտես, որ ես լողալ չգիտեմ։ Տերն ասեց, դու գիտես, դու կարող ես։ Եվ հիշում եմ սիրելիներ, ինչու եմ պատմում սա, Աստվածաշունչը ձախ ձեռքումս բռնած, այսպես կրծքիս սեղմած ես գցվեցի ջուրը, ծովը, թեպետ որ ես ստույգ գիտեի իմ տեսիլքներից, որ ես չեմ կարողանում լողանալ։ Եվ ես ծովի հատակից խորքից լողանալով հասել եմ մինչև ծովի մյուս ափը եւ Տերն ինձ տեսիլքից արթնացրեց։ Ինչ է նշանակում դա։ Ինչ է նշանակում սա, որ ես այսօր քեզ պատմում եմ։ Դա այն է, որ այսօրվա, երբ որ ես ամիսով, մեկ ամսով, կես ամսով գնում եմ եւ վերադառնում եմ, սա բոլորովին Աստծո կամք է։ Մեկը կարող է ասել, ինչպես ես կարող թողնել հոտը, ինչպես ես կարող թողնել խոսքը, բայց ես կարող եմ ասել, մարդիկ, Տերը խոսել է այդ տեսիլքով։ Երբ ես իմ տան մեջ Գյումրիում ապրում էի, կարծես թե ես անգամ դրամ չունեի ապրելու, եւ Տերն ինձ ասեց, դու պիտի ետ վերադառնաս, դուստրս։ Ես քեզ չեմ ստեղծել չխոսելու համար, ես քեզ արարել եմ խոսելու համար, եւ ասեցի, ուր պիտի վերադառնամ իմ Տեր, ասեց, դու պիտի վերադառնաս Շվեյցարիա երկիրը եւ աշխատես։ Սա է պատճառը, սիրելիներ, այսօր այն ինչը որ դուք տեսնում եք այս ամբիոնի վրա կանգնած, ես եւս մեկ անգամ կրկնել եմ ու կասեմ, սա Աստծո կամքն է եղել եւ սա հիմնված է իմ անձնական եւ Քրիստոսի հիմքի եւ իմ աշխատքի հիմքի
վրա։ Սա է իմ վկայությունը կյանքի։ Եվ երբ ես գնում եմ, այո, բարի գնում եմ, ես գիտեմ, որ պիտի վերադառնամ, եւ այդ ժամանակները շատ տանջալից են իմ համար, բայց հիշում եմ մեկ բան, որ Տերն ինձ ասել է. քո հոգևոր ծառայությունը այսպիսին է։ Ինչպես էր Պողոսը աշխատում։ Պողոսը վրանագործ էր նա աշխատում էր եւ ծառայում էր իր գումարով Տիրոջը, եւ սա էլ իմ ծառայությունն է, սիրելիներ, ըստ Տիրոջը։ Եվ սա է տեսիլքը։ Այո, ես գնում եմ, բայց վերադառնում եմ։ Եվ ծովը Տերն ասեց, ծովը սա ջրերն են, սրանք խոսքն են։ Դու իմացիր, որ դու անգամ եթե ծովի հատակով պիտի գնաս այն նույն երկիրը, որից որ ես քեզ հանել եմ, այնտեղ էլ դու ունես ծառայություն։ Եվ ես ուզում եմ սիրելիս իմանաս, որ այն երկրում եմ ես ծառայում։ Այն երկրում ես աշխատում եմ ծերանոցում։ Ես օգնում եմ շատ ծերերի։ Ես խոսում եմ նրանց հետ Քրիստոսի մասին, ես աղոթում եմ նրանց հետ, երբ որ նրանք մահանում են, մահից առաջ նրանք Տեր ու Փրկիչ են դավանում Հիսուս Քրիստոսին, ինչու համար եմ սա ուզում կրկնել քեզ, անձս, որ Աստծո գործերն այնքան անքննելի են, սիրելիներ, Աստված գիտի ճանապարհները, Աստված գիտի ժամանակները, եւ այսպես, այսօր այն օրն է, որ եւս մեկ անգամ պիտի քարոզվի, եւ այսօր ես պիտի քարոզեմ ստույգ, ես այսօր պիտի չշողոքորտեմ ոչ մեկիդ աշխարհ, ուշադիր լսեք ինձ։ Ցավեցնելու եմ ես։ Որոշակի մարդկանց սիրտը ցավելու է այսօր, որ նրանք իրականում պիտի հասկանան, թե ինչու է ընդհանրապես ճշմարիտ խոսքը մարդուն ցավեցնում։ Այն ցավեցնում է, բայց ես հույս ունեմ, որ այն նաեւ քո սիրտը կփոխի, սիրելիս։ Եվ այսօր մենք խոսելու ենք քիչ թե շատ է Սուրբ Ծնունդից։ Մենք ասում ենք նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Այո, սա ուշացումով եմ ես քարոզում։ Բնականաբար, քանի որ ամսի 6-ը երկուշաբթի օր ընկավ եւ Կիրակի օր չէր, դրա համար այս Կիրակին ընկավ։ Ինչ է նշանակում դա։ Ինչ որ մեկը զանգահարում է ինձ, ինչ որ մեկին ես տեսնում եմ, ասում է Անահիտ, ասում է քո նոր տարին եւ Սուրբ Ծնունդը շնորհավոր։ Ես ուզում եմ քեզ հարց տալ։ Ես ուզում եմ քեզ ասել. Սիրելիս, նոր տարիդ եւ Սուրբ Ծնունդդ շնորհավոր, այն քեզ ինչ է տալիս։ Այս իմ երկու բառերը քեզ, աշխարհ, մարդիկ, ինչ են տալիս։ Նոր տարին եւ քո Սուրբ Ծնունդը շնորհավոր։ Ինչ որ մի բան այն քեզ տվեց։ Ինչ որ մի բան նա քեզ հուշեց։ Ես այսօր պիտի ցավեցնեմ բոլորիդ մարդիկ։ Ես այսօր պիտի ցույց տամ աշխարհին այն իրական Աստծո կամքը, որը որ ոչ թե խոսքերի մեջ է, այլ գործերի մեջ է։ Եվ ինչ որ ես քեզ այդ խոսքը կտամ, ես ուզում եմ իմ Տիրոջը մի մեծն երկրպագել եւ նրանից հետո կխոսենք։ Սևոցի գիրկը ճամփաս մոլորված, բայց կտա ես ճամփանը փշոտ ու միշտ քարը քարոտ, որ տանում է դեպի երկինք հայրաստծո մոտ, բայց կտա ես ճամփանը փշոտ ու միշտ քարը քարոտ, Տանում է դեպի երկինք հայրաստծո մոտ։ Այս ճամփի վրա չում Հիսուսն է կանգնած, կանչում է իր գիրկը մոլորված մարդկանց, թեև ճամփասն Փաշոտ ու միշտ քարը քարոտ, բայց տանում է
պատրաստված է ճամփանը երկնի Հիսուսի ձեռքով Քայլում է երես ճանապարհով այդ երկինք տանող Թեև ճամփաս նեղեպաշով ու միշտ քարքարով Բայց տանում է դեպի երկինք հայրս դծամով Թեև ճամփաս նեղեպաշով ու միշտ քարքարով Բայց տանում է դեպի երկինք հայրս դծամով Այս ճամփի վերջում Հիսուսն է կանգնած կանչում է նա իր գիրկը մոլորված մարդկանց թեև ճամփաս նեղեպաշով ու միշտ քարքարով բայց տանում է դեպի երկինք հայրս դծամով թեև ճամփաս նեղեպաշով ու միշտ քարքարով բայց տանում է դեպի երկինք հայրս դծամով թեև ճամփաս նեղեպաշով ու միշտ քարքարով բայց տանում է դեպի երկինք հայրս դծամով թեև ճամփաս նեղեպաշով ու միշտ քարքարով բայց տանում է դեպի երկինք հայրս դծամով Փորձեք այս խոսքերը հասկանալ։ Սա կրում է մեծ փոխհարաբերական իմաստ մարդիկ մեր կյանքերի մեջ, այս երկի խոսքերը։ Խարովելու մոլորվել է կարնուկը Բարի հովիվը փանթիրը գտիր դու նրան Վիրավորը և ուժասպան կարնուկը Ով հարեհաս հասիր բուժիր դու նրան Վիրավորը և ուժասպան կարնուկը Ով հարեհաս հասիր բուժիր դու նրան Գայլի որ չնետանում կարա այդ ճամփան Փրկիչ Հիսուս հասիր փրկիր դու նրան Խռովել է մի ոչխարից նա անբան Հոտը թողել է բռնել է այդ ճամփան
սուզվում Սոված գայլը շրջում նրա բոլորը Այդ չի տեսնում խորա սուզված բոլորը Սոված գայլը շրջում նրա բոլորը Այդ չի տեսնում խորա սուզված բոլորը Մեկի համար դու ողջոտը թողեցիր ու այն մեկի թարմ հետքերով գնացիր Այս մեկն էլ նման է այն մեկի Չէ որ դերս նույն է սանում ամենքին Այս մեկն էլ հենց նման է այն մեկի Չէ որ դերս նույն ես անում ամենքին Ուզում եմ, սիրելիներ, Տիրոջը փառք տալ։ Տվեք Աստծուն փառք, կանգնած, նստած ձեր տեղերում, որտեղ որ դուք լսում եք, Տիրոջը տվեք փառք։ Տվեք փառք, որ այսօր դուք, ովքերդ, որ ունեք նրան, ունեք նաև նրա պաշտպանությունը։ Ովքերդ, որ ունեք նրանով տրված շնորհ հավիտենական փրկության համար։ Ընդամենը օրեր առաջ ես ձեր Շվեյցարիայում էի եւ կատարվեց մի ահռելի դեպք, մարդիկ։ 31-ի գիշերը, նոր տարվա գիշերը, Գրանդ Մոնտանյայում, Շվեյցարիայի քաղաքում, դիսկոտեկայում պայթուն կատարվեց։ Եվ այնտեղ վայրկյանների հաշիվ մահացան երիտասարդներ 40-ից ավելի։ Կենթանի նրանք վառվեցին դժոխքային կրակների մեջ։ Ինչու եմ սա ասում։ 14-ից 24 տարեկան երիտասարդություն, ինչու։ Ինչու այսօր մենք ապրում ենք այսպիսի ժամանակներում, որ մենք չենք հասկանում, որ մեզանից մարդիկ պաշտպանությունը գնացած է։ Ինչու մենք մոլորված մարդկանց գառնուկների նման չենք հասկանում, որ մոլորված ենք։ Ինչու։ Ինչ պիտի կատարվի մեր կյանքում, որ երբևիցե գեթ մեկ անգամ մենք մեզ հարց տանք։ Ուր ենք։ Որտեղից ենք եկել։ Ուր ենք գնում։ Ինչու եկանք այսպես դաժան դարձել։ Գիտեք որն էր բարին, որ 40-ը մահացան, նրանք հալվեցին, նրանք վառվեցին կենթանի դժոխքի մեջ, բայց 150-ից ավելի հոգիներ մնացին տարբեր աստիճաններով վառված ինվալիդներ։ Եվ այսօր այդ մարդիկ իրենց կարող են երբևիցե հարց տան, ովքեր որ ապրեցին, ովքեր որ չապրեցին, դժոխքում են նրանց հոգիները, ովքեր որ ապրեցին հարց տան, ինչու։ Դու երբևիցե հարց տվել ես քեզ, ինչու ես ապրում առանց Աստված։ Դու երբևիցե քեզ հարց տվել ես, որ առանց Աստծո դու չունես բարձրելոյնի պաշտպանությունը։ Ուր ենք ապրում մենք, ինչու ենք ապրում մենք մարդիկ։ Ես շատ ժամանակ հարց եմ տալիս, դու ինքդ քեզ հարց տու։ Ապրում ես ուտելու համար, թե ուտում ես դու ապրելու համար, ո՞րն է։ Մեր կյանքի իմաստը ո՞րն է դարձել։ Ուտել, խմել, այո, սիրելիս, ես այսօր պիտի ցավեցնեմ, ես այսօր աշխարհին պիտի դաղեմ հոգևոր աստվածային խոսքերով։ Շնորհավոր քո ամանորը եւ սուրբ ծնունդը։ Ինչ է դա։ Տուն ես առել, որ շնորհավոր եմ քեզ։ Ինչ է դա։ Հիսուսին ես քո մեջ ծնել, որ ասեմ շնորհավոր սուրբ ծնունդը։ Ինչու պիտի ես քեզ ասեմ շնորհավոր քո սուրբ ծնունդը կամ դու ինձ։ Ինչու մարդիկ։ Որն է մեր կյանքի ապրելու իրական իմաստը։ Շնորհավորում ես բարի։ Գոնե հասկանում ես, որ դա ուղղակի խոսքեր են հավասար զրոյացված, այն ինչը դու մաղթում ես, այն ինչը քեզ են մաղթում։ Սուրբ ծնունդ
եւ նոր տարի։ Այսպես չէ մարդիկ։ Շնորհավորում են մարդուն այն դեպքում, եթե այն մարդը ինչ որ մեկ բան ժառանգել է եւ ետ է գցել։ Շնորհավորում են մեկ մարդուն, երբ որ իրականում մարդը տուն է գնել, երբ որ իրականում մարդը հասել է ինչ որ որոշակի բաների, հոգեվորապես եմ ես խոսում այսօր։ Դու մի հասկացի ֆիզիկականը, բայց շնորհավորել մարդուն այն, ինչ որ մարդը չունի, իսկ դու ունես Հիսուսին։ Երբ որ նոր տարին անցավ, հինը անցավ եւ նորը եկավ, նորի մեջ երբ որ դու գնացիր, դու արդյոք գնացիր նորի մեջ։ Հարց եմ տալիս քեզ, թե դու քո էությունով մնացիր նույն մարդը եւ անգամ չհասկացար, որ այն մեզ տրված է, այն սկզբունքը հնից անցնել նորի մեջ։ Եվ Քրիստոսի ծնունդով այն մեզ հասանելի դարձավ։ Ես ամեն անգամ քարոզել եմ այս խոսքը Տիրոջ ծնունդի կապակցությամբ, ասում են Սուրբ ծնունդը շնորհավոր։ Չէ, սիրելիս, այդպես չէ։ Սուրբի ծնունդը շնորհավոր, եթե անգամ մենք շնորհավորում ենք ոչ թե Սուրբ ծնունդը, որ ընդհանրապես ոչ մի բան չի կոչվում, այլ պիտի գոնե ասենք Սուրբի ծնունդը շնորհավոր։ Թե չէ, սրանք ուղղակի խոսքեր են։ Գիտեք ինչ, հետանոսը նրանում է լավ մարդիկ, որ հետանոսը Աստծուն չգիտի։ Հետանոս մարդիկ նրանով են լավ, որ նրանք երբևիցե չեն ցանկացել ճանաչել Աստծուն, բայց մենք ցավալի փաստ է, քրիստոնյաներս մենք եւ դու անունը գիտես միայն։ Այդքանը, ուրիշ ոչինչ։ Եվ այսօր ես ուզում եմ այս վերնագիրը վերնագրվել է որպես ալֆան եւ օմեգան։ Այո, դու կասես Սուրբ ծնունդ շնորհավոր, եւ ես կասեմ ով է նա։ Ով է նա, ալֆան եւ օմեգան է նա։ Եվ ես կսկսեմ Եսայա մարգարեից, որպեսզի մի փոքր հասկանանք ինչ է այն մեզ համար նշանակում։ Այստեղ մարգարեների մեջ ասում է Եսայան, մարգարեանում է դեռ մինչ Քրիստոս չծնված հազարավոր տարիներ առաջ, 1500 տարիներ առաջ ասում է. Հիմա լսեցեք ով Դավթի տուն, սա քիչ բան է ձեզ համար, որ մարդկանց աշխատություն եք տալիս, որ Աստծունել եք աշխատություն տալիս։ Սրա համար Տերը ինքը ձեզ նշան կտա, ահա կույսը կհղիանա եւ կծնե մի ոշտի։ Չի ասում այստեղ կծնե մի մանուկ, մարդիկ։ Ես ուզում եմ, որ դուք ստույգ զգուշանաք այս խոսքի վրա։ Բավ է մանուկ անունը մենք մեր բերանը առնենք եւ ամբողջ մեր կյանքում մինչեւ մահն էլ մանուկ մնանք։ Ասում է կծնե կույսը կհղիանա եւ կծնե մի ոշտի եւ նրա անունը կկոչե Էմանուել։ Նա կոգի եւ մեղր կուտե, մինչեւ որ գիտենա չարը մերժել եւ լավը ընտրել։ Ինչ է ասում այստեղ, կծնվի մի ոշտի եւ նրա անունը կկոչեք Էմանուել։ Իսկ գիտես ինչ է նշանակում Էմանուել։ Չի նշանակում նորածնունդ մանուկ։ Էմանուել նշանակում է Աստված մեզ հետ։ Իսկ եթե այդ ծնված ոշտին պիտի կոչվեր Աստված մեր հետ, ապա ես ուզում եմ ձեզ ստույգ ասեմ, որ նա մանուկ չէր, նա Էմանուելն էր, նա Աստված մեզ հետն էր, որ պիտի ծնվեր եւ մեզ հետ գտնվեր, որում որ գրված է Հայտնության գրքի մեջ, մինչեւ աշխարհի վերջը նա մեզ հետ է լինելու։ Սա է ծնունդը առաջնահերթ, որի անունը կոչվեց ալֆա եւ օմեգա, որը նշանակում է հայերենում սկիզբը եւ վախճանը։ Հովանեսի առաջի գլուխը սկսեմ խոսքը։ Մեկից երեքն եմ կաշտում։ Ասում է. սկզբումն էր բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր։ Նա սկզբումն Աստծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Ամեն ինչ նրանով եղավ, մարդիկ։ Եթե Աստվածաշունչը ասում է, որ ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ, ես այդ ամեն ինչի մեջ մտցնում եմ ամբողջ տիեզերական արարչությունը, վերջացրած մեզանից։ Ասում է ամեն ինչը նրանով եղավ։ Եվ մենք այստեղ ամեն տարի կարծես թե ծնում ենք, բերում ենք մի մանուկ,
եւ չենք հասկանում նրա ծնունդի մեծագույնն խորհուրդը։ Եվ այսօր ես կբացատրեմ, որ սկզբի մասին է սա ընդհանրապես սիրելիս, երբ որ ասում ես սկզբումներ բանը, իսկ դու ինչ ես կարծում, որ սկզբի մասին էր սա։ Դու կարող ես գուշակել գոնե գետ մեկ անգամ աշխարհի սկզբի մասին էր սա, սկզբումներ բանը Քրիստոսի մասին է խոսքը, թե արարման սկզբի մասին։ Ժամանակների սկզբի մասին էր սա, այն բանը, թե տարածքների։ Տեսանելիների սկզբումը, թե անտեսանելիների սկզբումը։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ սկզբի մասին էր, որ ասում է, ամեն ինչը նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Ես այսօր պիտի փոքր մանուկ Քրիստոս օրորոցի մեջ քեզ համար պիտի մեծացնեմ, որ դու հասկանաս նրա խորհուրդը եւ չփորձես նրան օրոր ասել ամեն տարի։ Արդյոք հավիտենությունը ունի սկիզբ կամ վերջ, ինչ ես կարծում։ Մենք մարդիկ ենք, մենք միայն տեսնում ենք այն, ինչ մեր ֆիզիկական աչքերը տեսնում եւ նշмарում է։ Մենք տեսնում ենք հորիզոնը ինչ, բայց հորիզոնից այն կողմ մենք ոչինչ այլևս չենք կարող տեսնել, ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեպես, ոչ էլ մտովի։ Իսկ արդյոք հավիտենությունը ունի սկիզբ կամ վերջ։ Նա մեզ պարզ է դառնում այն սկիզբը, ուր Հիսուսը ինքը, մարդիկ, Հիսուսը ինքը գոյ է եղել։ Ես այսօր քարոզելու եմ մեկ ուրիշ տեսակետից։ Ես այսօր չեմ քարոզելու գոմում փոքր ծնված Հիսուսի մասին, որտեղ որ չկար, ապաստարան տեղ չկար, չգտնվեց աշխարհի մեջ մեկ հոտել Հիսուսի համար։ Եվ նա ծնվեց գոմում, ոչ, այսօր ես չեմ քարոզելու այդ Հիսուսի մասին։ Այսօր ես քարոզելու եմ մեկ Հիսուսի մասին, ով որ իրականում նրանով պարզ է դառնում ամեն բան աշխարհի մեջ, թե տեսանելիների եւ թե ոչ տեսանելիների մեջ։ Եվ նա եղել է հավիտեններից հետե։ Նա եղել է ժամանակներից առաջ։ Նա եղել է հավիտենական եւ հավիտենության մեջ մարդիկ չկա մեկ օր, որ սկսվել է այն կամ մեկ օր էլ որ վերջանալու է։ Երբ որ մենք խոսում ենք հավիտենությունից, այն ըստ Աստվածաշնչի, ըստ Աստծո նշանակում է, որ այն սկիզբ ու վերջ չի ունեցել, այն եղել է։ Մենք ծնվել ենք, մենք ստեղծվել ենք, մենք արարվել ենք, բայց արարողը եղել է հավիտյանս հավիտենից, դու կարող ես դա հասկանալ։ Մեր մարդկային ուղեղը, մեր մարդկային միտքը, գիտեք, ժայթքում է ապրում այն հասկանալ։ Դու կարող ես հասկանալ Աստծո մեծությունը մարդ։ Ես չեմ կարող հասկանալ։ Դու կարող ես հասկանալ Տիրոջ մեծությունը։ Դու կարող ես պատկերացնել ինչպիսին է նա։ Դու կարող ես պատկերացնել, որ մեկ Աստված, մեկ Արարիչ կարող է այս 7 միլիարդ ժողովրդի հետ միաժամանակ խոսի, 7 միլիարդ ժողովրդին միաժամանակ լսի։ Դու պատկերացնում ես այդ մեծությունը։ Ես չկարծեմ։ Ես էլ չեմ պատկերացնում։ Պետք էլ չի։ Ուղղակի այսօր ես խոսելու եմ նրա մեծության մասին, որպեսզի հասկանաս, որ Սուրբ Գիրքը հաստատում է մեզ իր մարգարեական գրված պոեզիայով, որքան գեղեցիկ է այն հնչում։ Մարգարեական գրված պոեզիայով մեզ հասկացնում է Սուրբ Գիրքը որոշակի ինչ-որ մեկ բան, որ մենք այսօր պիտի հասկանանք ով է Էմանուելը։ Ես այսօր չեմ խոսում Հիսուսից, խոսում եմ Էմանուելից, որ պիտի ծնվեր եւ այն նշանակում է Աստված մեզ հետ, ուրեմն նա Աստված էր։ Սա գրված է Սողոմոն թագավորի ձեռքով Սուրբ Հոգով լցված, որը որ տեղ է առե Աստվածաշնչյան էջերում Առակաց գրքի մեջ։ Երբ որ կբացես Առակաց գրքի 8-րդ գլուխը, որը որ ես այսօր քեզ խորհուրդ կտամ, որ մեկ օր բացիր եւ այն կարտա, եւ կհասկանաս, որ դեռ Հիսուս չկար երկրի վրա։ Հիսուս կար, Հիսուս միշտ է եղել գոյ, բայց նա դեռ չկար մարմնով երկրի վրա, կհասկանաս, որ այդ ամբողջ խոսքը 8-րդ գլուխը գրված է Հիսուս Քրիստոսի մասին, որ անգամ դեռ մարգարեները մարգարեացել են, բայց ոչ մի մարգարեություն դեռ չէր կատարվել մարդիկ։ Եվ այստեղ Առակաց գրքի մեջ գրված է այսպես մի շատ կարևոր բան։ 22-ից 31-ն եմ կարդում։
Եվ բնավ ասում եմ, սա Սողոմոն թագավորի մասին չէ, դու կհասկանաք, որ Սողոմոնը երբեք իրեն թույլ չէր տա իր համար, քանի որ նա մարդ էր, սպառվող էր եւ մահկանացու էր, նա երբեք թույլ չէր տա իրեն մասին գրել այս տողերը, որ ինքը գրել է։ Սա մեկ ուրիշի մասին է այս տողերը գրված, եւ մենք հիմա կհասկանանք։ Ասում է. Տերն ինձ ուներ իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործկերից առաջ։ Ես օծվել եմ հավիտենից հետե, ի սկզբանե երկրիս առաջ գալուցն առաջ։ Ես անդունդները չեղած եմ ծնվել, ջրառատ աղբյուրները դեռ չեղած, տակավին սարերը չձգված, բլուրներից առաջ եմ ես ծնվել, երբ որ նա տակավին չէր ստեղծել երկիրը, մարդիկ, եւ դաշտերը, եւ աշխարհի սկզբնական շամանդաղները։ Նա երկինքները պատրաստելիս, լսեք ուշադիր, նա երկինքները պատրաստելիս գետ մեկ մարդ գոյություն ուներ այն ժամանակ, երբ Տերը երկինքներն էր պատրաստում։ Նա երկինքները պատրաստելիս ես այնտեղ է, երբ որ նա անդունդների վրա կամար էր գծում, երբ որ նա պնդացնում էր վերի ամպերը, հաստատում էր անդունդների աղբյուրները, մարդիկ, երբ որ ծովի համար դնում էր նրա կանոնը, որ ջուրեն իրարից իրանց եզերքիցը դուրս չանցնեն, երբ որ գծում էր երկրի հիմունքը։ Այն ժամանակ ես նրա կշտին ճաշտարապետ էի եւ նրա ուրախությունն էի ամեն օր զվարճանալով նրա առաջին ամեն ժամանակ։ Ուրախանում էի նրա երկիրը, երկրի աշխարհումը եւ իմ զվարճությունը մարդկանց որդիների հետ էր։ Ինչպես? Ում հետ էր նրա զվարճությունը? Դեր երկինքն ու երկիրը չստեղծված ում հետ էր նրա զվարճությունը? Մարդկանց որդիների հետ։ Այսինքն ստացվում է, որ որտեղ ենք եղել մենք։ Եվ այսպես մարդիկ, այսօր արդյոք այս խոսքը մանուկ նորածին Հիսուսի մասին է։ Ես ուզում եմ մի պատ ու ինքդ մտածես եւ խորես, արդյոք այսքան խոսքը, երբ որ մենք կաշտում ենք դեր Հիսուս չծնված, դեր Հիսուս երկիր չեկած, դեր Հիսուս չանվանակոչված, սա արդյոք մանուկ Հիսուսի մասին է։ Չեմ կարծում, սիրելիներ, այսօր քո մեջ վերջնականապես ոչ թե կծնվի Հիսուսը, այլ կփորձի նա քո մեջ աճել եւ մեծանալ, որովհետեւ մենք չենք կարող նրան մեր մեջ, մեր ներսում, մեր կյանքում ընդհանրապես մանուկ պահել։ Հիսուս, ով ծնվել է մոտավոր 2000 տարիներ առաջ, եւ ասեմ քեզ, նա չի ծնվել, սիրելիս, նա եղել է միշտ։ Մենք կարդացինք, որ նա միշտ գոյ է եղել։ Հիմա դու ասում ես, ես Հիսուսին գիտեմ, 2000 տարի առաջ ծնվել է, դրանից առաջ ես նրան չգիտեմ, ես ասեմ, սիրելիս, ամբողջ Աստվածաշունչը ի սկզբածննդոց գրքից խոսում է մինչև հայտնությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Այո, Եդեմական պարտեզում նա կյանքի ծառն էր։ Ելիցում եւ թվոցում նա կրակեսյունն էր եւ ամպեսյունն էր։ Երբ որ Աբրամին եկան այն 3 մարդիկ, ասում է Աստվածաշունչը, քանի որ Աբրամը ինքը չկարողացավ տարբերել այն 3 մարդկանցը, որ ընդհանրապես մեկ գլուխ այս կողմ գրվում է, որ Տերն էր նա եւ այն երկուսը հրեշտակները, ինչ ես կարծում, մարդիկ, Աբրահամը Հիսուսին Տիրոջը տեսել է։ Տեսել է նրան։ Երբ որ ասում են 3 հրեշտակները եկան եւ նրանց միջումը Տերն էր մեկը, նրանց մեջտեղումը կանգնած, ապա ով էր նա։ Մանուկ Հիսուսն էր նա, ոչ սիրելիս, Հիսուսն էր նա։ Նա միշտ եղել է, նա միշտ կա, նա միշտ կլինի։ Մենք պիտի հասկանանք, որ մենք Հիսուս ձեռ չենք բերել 2000 տարի առաջ։ Մենք պիտի հասկանանք, որ Հիսուսը եղել է հավիտեններից հետո եւ Հիսուսը չի ծնվել մանուկ եւ մնացել մանուկ։ Ասում է, Տերն ինձ ուներ իր վաղեմի գործերից առաջ։ Գիտեք ինչ է նշանակում վաղեմի գործեր։ Գործեր, որոնք վաղուց, շատ վաղուց են արված եղել, եւ Տերը նրան ունեցել է։ Ունեցել է, ում է ունեցել։ Ոչ տուն, մարդիկ, Հիսուսին է ունեցել։ Նա չի եղել, նա կարողացել է հրեշտակի մարմին ունենալ, նա կարողացել է ունենալ մարմին մարդկային, նրան շատերը տեսել են մարդկային մարմնով, Աբրահամը խոսել է նրա հետ մարդկային մարմնի մեջ, եւ մենք ասում ենք այսօր
Հիսուսը ծնվեց երեխա, այո։ Ես օծվել եմ հավիտենից հետը։ Նա օծվել է, նա եղել է Աստծո որդի, նա եղել է հավիտյանս հավիտենից Աստված։ Երրորդը ծնվել եմ անդունները չեղած։ Նա երկինքները պատրաստելիս ես այնտեղ էի, այսինքն դա նշանակում է, որ սա մի զորություն է, որ մենք այսօր նոր ուխտի մեջ կապում ենք իրար, ասում ենք Սուրբ երրորդությունը, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ինչպես են մարդիկ դա հասկացել։ Ինչպես են մարդիկ դա ընդհանրապես հոգևորապես հասկացել այդ Սուրբ երրորդության մասին։ Ինչու է այսօր մեր ազգը պաշտում մեկ Աստված, որի մեջ կա 3 անձ տարբեր, բայց որոնք միևնույն նույն Աստվածն են եւ նրանց մեջ չկա ոչ մի փոփոխության նշույլ, քանի որ Հայրը Որդին եւ նրանց մեջ է Սուրբ Հոգին։ Եվ այսպես է։ Այն ժամանակ ես նրա կրտին ճաշտարապետ էի, ասում է, որ Հիսուս Քրիստոսը ճաշտարապետ էր, ինչ էր կառուցում նա։ Կառուցում էր քո հիմիկվա, որտեղ որ դու ապրում ես այդ երկիրը։ Դու խոսում ես մանուկ Հիսուսից, դու անդադար Սուրբ ծնունդ ես շնորհավորում ինչ-որ մեկին, դու անդադար գնում ես մեկի տուն կամ ինչ-որ մեկն էլ սեղան է պատրաստում ձկով եւ 2-3 օր առաջ էր ես այսպիսի մի հաղորդում տեսա Հայաստանի Հալիկով եւ ինչ-որ մեկը գնացել էր մի տերունականի տուն եւ նա պատրաստություն էր տեսնում, հաց էր սարքում, անուններ չեմ ուզում տամ եւ ձուկ երեպոմ շատ գեղեցիկ էր անում այն, բնականաբար շատ գեղեցիկ, բայց ես հարց էի տալիս նրան, Տիրոջը այդ պահին, Տեր, ուր է խորհուրդը։ Խորհուրդը, ուր է խորհուրդը։ Ուր է Քրիստոսի խորհուրդը։ Ուր է փրկության խորհուրդը։ Բարի, լավ ես անում, հաց ես պատրաստում, սպանախ ես եփում, ձու ես եփում, դա զատիկն է կներեք, եփում ես զուկ, բայց դու հասկացել ես, որ ոչ մի բան այս աշխարհում ուտել խմելու համար չէ, մարդիկ։ Այստեղ հոգու փրկության մասին է խոսքը։ Իսկ մենք դարձրել ենք այն առասպել եւ կարծես թե դարձրել ենք ուղղակի կրոնավորություն։ Ես ասեցի, ինչու այս անձը չի խոսում Քրիստոսի խորհրդի մասին, ինչու այս անձը չի քարոզում այդ պահին ամբողջ աշխարհին, կարող է ինձ նայում են, դիտում են ընդամենը մի քանիները, բայց մենք լավ ենք հասկանում, որ հեռուստացույցով ավելի շատ մարդիկ են, որ նայում են, ինչու չի բացատրում Հիսուս Քրիստոսի իրական խորհուրդը նա, ինչու համար է ծնվել, ինչու համար է եկել աշխարհ, ուղղակի եկել է աշխարհ, որ դու սիրելիս, մի գեղեցիկ ընթրիք անես եւ այդ ընթրիքով ուրախանաս։ Երևի դա դրա համար է։ Նա կար, երբ Աստվածային ոչ մի արարչություն դեռ երկրի վրա չկար։ Դու հասկանում ես ով է Հիսուսը։ Հեշտացնեմ, ով է Հիսուսը։ Հիսուսը Աստված է հավիտենական։ Հիմա քեզ պարզ դարձավ, որ ով է Հիսուսը։ Եվ ինչու ենք մենք այսօր ամեն ինչու այսքան հեշտացրել, ամեն ինչ այսքան փոքրացրել, դե բնականաբար կաթոլիկական կրոնը մտավ մեր երկիր, մի կրոն, որտեղ պաշտվում է Մայրամը, մի կրոն, որտեղ մեծարվում է կինը, մի կրոն, որտեղ պաշտվում է մեկը, ով որ ըստ Աստվածաշնչի բազում անգամներ հալածել է իր որդի Հիսուս Քրիստոսին։ Այս կրոնը մտավ մարդիկ, սիրելիներ, բայց ես ուզում եմ ձեզ ձերդ պայել այս կրոնից։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, այստեղ չի պաշտվում փոքրիկ Հիսուս Քրիստոսը Մայրամի գրկում եւ Մայրամն էլ փառավորված մեծն ամեն եկեղեցու պատի մեծն նկարով փակցված, ով է Քրիստոսը։ Կաշտում եմ Հովհաննեսի 1:14։ Ասում է. Եվ բանը մարմին եղավ, եւ բնակվեց մեր մեջ, եւ նրա փառքը տեսանք, ինչպես հորից եղած միածին փառք, շնորհքով եւ ճշմարտությունով։ Ինչ եղավ բանը? Բանը ծնվեց, ինչ եղավ? Մարմին եղավ, մարդիկ։ Այստեղ չի խոսում ոչ մի ծնունդ, նորածնունդ երեխայից, ասում է մարմին եղավ։ Եվ բնակվեց որտեղ բնակվեց Հիսուս,
մեր մեջ, քո մեջ, մեր մեջ, քո հոգու էությանդ մեջ։ Նա ոշտին Հիսուսը նույն Աստվածն է, ինչպես Հայր Աստվածը, ինչպես Սուրբ Հոգի Աստվածը, այնպես էլ Հիսուս Քրիստոս Աստվածը։ Չփոքրացնեք նրան։ Մարդիկ բավ է։ Եկեք չփոքրացնենք նրան։ Եկեք ամեն տարի նրան նորից ծնել չտանք մեր անիմաստ եւ մեղավոր կյանքի համար։ Դե բնականաբար հեշտ է մեզ համար փոքրացին, նորածին, մանուկին ամեն ժամանակ օրորասել, քան թե մեր մեղավոր մեղսակից կյանքը փոխել, հասկանալով որ Հիսուս Քրիստոսը նա Էմանուելն էր, Աստված մեզ հետ։ Եկեք ճիշտ ապրենք։ Ճիշտ ուղղությունով գնանք, եկեք քրիստոնեությունը չաղավաղենք, պաշտենք ճշմարիտ խոսքով եւ մեր ճշմարիտ հասկացողությունով, անգամ եթե մեզ այն չի քարոզվել, անգամ եթե դա քեզ դարերի ընթացքում չի քարոզվել, մարդ, դու ունես Աստվածաշունչ խոսքը, բացիր եւ կարտա եւ կտեսնես թե ով է Քրիստոսը։ Ոշտի Աստվածը դարձավ մաշտի ոշտի։ Նորից եմ կրկնում։ Հասկացիր, ոշտի Աստվածը դարձավ մաշտի ոշտի, ծնվելով մաշտուց եւ Աստծո Սուրբ Հոգուց։ Եսայա մարգարեից սկսած մինչև Մաղաքյան, սրանք այն մարգարեներն են Սուրբ գրքում, առաջին մարգարեն Եսայան է եղել եւ Եսայայից մինչև Մաղաքյան, Մաղաքյայից հետո գալիս է Նոր Ուխտը, ամբողջ այս 16 մարգարեները գրել են Հիսուս Քրիստոսի ծնունդի մասին, բայց ոչ մեկ Հիսուս Քրիստոսին չի փոքրացել, դարձրել նորածին մանուկ։ Եվ երբ որ դու այս մարգարեների գրքերը կկարտաս եւ կհասկանաս, որ թե ինչպես են դրանք մարգարեացել Քրիստոսի մասին, կհասկանաս, որ այն խոսքը ոչ թե երեխա մանուկի մասին է, այլ Աստծո եւ Աստծո որդու մասին, այն Աստծո մասին, ով որ մարդկային մարմին հակա, որպիսի քեզ կարողանալ մի բան հասկացներ։ Երկու մրջյուն քայլում են եւ նրանք սեղանից վայր պիտի ընկնեն եւ դու մարդ ես, դու չես ուզում որ նա վայր ընկնի, դու փորձում ես նրան հասկացնել եւ ասել մրջյուն, եթե դու գնաս այս վայրից դու վայր կընկնես, դու փորձում ես նրան մատով հետ քրերը գցել կամ հրել, բայց նա փորձում է նորից ճանապարհը, դու եթե ցանկանաս նրան փրկել, ուղղակի դու կարող ես նրան տրորել եւ սպանել։ Բայց ինչպես անես, որ դու կարողանաս այդ մրջյունի կյանքը փրկել, դու ինչպես կարող ես անել դա, ընդամենը դու կարող ես դառնալ մրջյուն, որպեսզի նրա լեզվով դու կարողանաս խոսաս եւ ասես լսի մրջյուն, քո կյանքը վտանգի տակ է, եւ եթե որպես մարդ քեզ փրկել ուզենամ, ես քեզ կսատկացնեմ։ Հիմա ինչպես ստացվեց այն, Աստված եկավ երկրի վրա սիրելիս, Աստված հակավ քո մարդկային մարմինը, որպեսզի նա կարողանա քեզ մի կարևոր բան ասի։ Որպեսզի նա քեզ կարողանա մի կարևոր բան ցույց տա, ով էր նա։ Հիսուսն էր Աստծո որդին, եւ նա փորձություններով լի էր, նա մարմին էր, նա հոգի էր, նա զգացմունքների տեր էր, նա միտք ուներ։ Նա փորձվում էր նաեւ սատանայից, ինչպես որ դու ես անդադար փորձվում։ Նա եկավ քեզ ցույց տալու եւ ասելու, որ ես Աստվածս դարձել եմ մարմին մարդկային, որպեսզի քո մարդկային մահացած հոգին վերածնվի իմ մահացած մարմնով։ Եվ հիմա մարդիկ, Եսայայից մինչև ասեցի Մաղաքյան, սրանք 16 մարգարեներ են, ամեն մի մարգարեի գլխում դու կկարտաս եւ կտեսնես Հիսուսի ծնունդի մասին։ Ես նշեմ միայն ու միայն Եսայա մարգարեն Հիսուս Քրիստոսի ծնունդի մասին մարգարեացել է 4-րդ գլխում, 7-րդ գլխում, 9-րդ գլխում, 11, 12, 23-րդ գլխում, 42-րդ գլխում, 49-րդ գլխում, 52-րդ գլխում, 53-րդ գլխում, 55-րդ եւ 60-րդ գլխում, միայն Եսայա մարգարեն, սա իմ գրվածքով դուրս բերածով մարգարեացել է քո Տիրոջ, քո Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրի գալու մասին։ Ուր մնացած մարգարեները, ես չեմ կարող ասել մոտավոր, երևի թե կարելի ասել 300-ից ավելի մարգարեություններ, մոտավոր, եթե ոչ շատ։ Երբ է ծնվել Հիսուս, այսօր ես ուզում եմ քո երկրորդ այն վերքը մի փոքր սեղմել, որպեսզի այնքան ցավի, որ դու հասկանաս, որ վերքը պիտի բուժվի, որ այն երբեք չցավա, սպիացվի պիտի այն։ Երբ է ծնվել քեզ համար Հիսուս Քրիստոս։ Երբ է քեզ համար
ծնվել Հիսուսը։ Որ օրը, ոչ տարին, ոչ թվին, ոչ ժամին դու այն գիտես։ Դու այն չգիտես։ Իսկ դու այն գիտես։ Իսկ ընդհանրապես աշխարհը այն գիտի։ Հարց եմ տալիս։ Ոչ։ Չգիտի։ Կարող է քեզ համար Հիսուս ծնվել է դեկտեմբերի 25-ին, Եվրոպայում նշում են այդպես։ Կարող է քեզ համար ծնվել է Հիսուսը ըստ կաթոլիկների հունվարի 6-ին։ Իսկ որտեղ է գրված այն։ Դու ինձ կարող ես բառացի ցույց տաս ամբողջ այս սուրբ գրքի մեջ, թե որտեղ է նշված Քրիստոսի ծննդյան օրը։ Նշված չէ։ Իսկ ով է համարձակվել երբևիցե օր եւ ժամ դնի։ Մարդիկ մենք 2026 թվականն ենք արդեն, բայց երբ որ մենք ասում ենք Քրիստոսը ծնվել է 2000 տարի առաջ, մենք չենք ասում Քրիստոսը ծնվել է 2026 տարի առաջ։ Ինչու չենք ասում այն։ Որովհետև չգիտենք։ Իսկ ինչպես եղավ, եթե ամբողջ Աստվածաշունչը այն չգիտի, չի պարունակում։ Իսկ մենք կարծես թե տեղը տեղին գիտենք։ Դեկտեմբերի 25-ն է, դու այն գիտես։ Հունվարի 6-ն է, այսինքն դա նշանակում է Հիսուսը ծնվել է 2 անգամ։ Տեսնում եք աշխարհը ոնց է ձեզ մոլորեցնում, տեսնում եք աշխարհի կրոնը ուր է ձեզ տանում է գայլի բերանը, մարդիկ բացեք Աստվածաշունչ, կարդացեք Աստվածաշունչ ու հասկացեք ով է Հիսուսը, որն է իր ծնունդը, կամ ընդհանրապես գիտես ինչու չի նշվում Սուրբ գրքի մեջ նրա ծննդյան օրը։ Գիտես դու է, որովհետև այն պետք չի եղել, որ նշվի։ Իսկ դու գիտես ինչու չի նշվում Քրիստոսի պատկերը Աստվածաշնչի մեջ։ Ինչ է կարծում ես աշակերտները չէին կարող այն նշել։ Այսքան բանը գրվեց, չէր կարող ուրեմն Պողոսը կամ Պետրոսը կամ Հովանեսը գրել, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է, չէ՞ որ նրանք իմացել են։ Չէ՞ որ նրանք իմացել են, որ Հիսուսը ծնվել է, բայց նրանք էլ չեն իմացել երբ է Քրիստոս ծնվել որ օրը, որովհետև այն մնացել է ամբողջ աշխարհից թաքնված։ Բայց ինչու։ Դուք գիտեք ինչու է այն թաքնված մնացել։ Այն մնացել է թաքնված, որպեսզի այսօր դու չկանգնես ու չասես դեկտեմբերի 25 Սուրբ ծնունդ, հունվարի 6 Սուրբ ծնունդ։ Հենց այնպես չի, մարդիկ, որ ես այսօր հունվարի 11-ին եմ կանգնած այստեղ քարոզում եմ Սուրբ ծնունդի մասին եւ ասում եմ քեզ սիրելիս, ոչ Հիսուսը ծնվել է դեկտեմբերի 25-ին, ոչ էլ նա ծնվել է հունվարի 6-ին։ Մենք չգիտենք դա։ Ես Աստծո տեսքը չգիտեմ։ Եթե ես Աստծո տեսքը չգիտեմ, ինչպես կարող եմ այն քեզ պատմել։ Կարող եմ, ոչ։ Հիմա ինչու ենք մենք այսպես, որպես քրիստոնյա ազգ, աղավաղված տեղին, անաղ ենք դարձել մարդիկ, ինչու։ Ինչու պիտի չհասկանանք ճշմարիտը, ինչու մեզ մեկ օր պիտի չքարոզվի այդ ճշմարիտի մասին, ինչու ինչքան պիտի մեզ ուղակի թեթև բարձ դրվի մեր գլխների տակը եւ ասվի դե Սուրբ ծնունդն էր անցավ գնաց, այդ օրն էլ կանցնի կգնա քո համար, բայց եթե Տերը ցանկանար, որ մենք իմանայինք, որ Տիրոջ ծնունդը երբ է այն կնշվեր, ես նորից եմ կրկնում։ Անկամ շատ գրագետներ Աստվածաշնչյան ամեն ինչ կա կոդավորված է այստեղ, բայց անգամ նրանք չեն կարող միահունչ գտնել, թե իրականում գետ գոնե երբ է ծնվել Հիսուս, ձմռանը թե ամռանը, աշնանը թե գարնանը, երեկոյան է ծնվել թե առավոտյան։ Չգիտես ու չես էլ իմանա գիտես ինչու։ Ես շուտով այդ խորհուրդը քեզ կբացեմ, սա խորհուրդ ունի, ինչու այն նշված չէ։ Դու նրան հիշում ես տարին մեկ անգամ։ Դու նրա ծնունդը հիշում ես տարին մեկ անգամ, իսկ մինչև այդ օրը դու ընդհանրապես հիշում ես նրան, հիշում ես, որ կա Տեր, հիշում ես, որ կա Փրկիչ, ոմն մեկը, ով քո մեղքերի համար խաչվել է, ոմն մեկը, ով Աստծուց դարձել է մարդ, որպեսզի քեզ շնորհի Աստվածային Հոգին, դա է Հիսուսը, դու հասկացել ես այն, թե ուղղակի դե կրոնավոր ենք էլի, հիշեցինք ու անցանք, դե ընդհանրապես ծնունդները ես չեմ սիրում, գիտես սիրելիս, քո ծնունդը երբ է, որոնց ես իմ ծնունդն էլ չեմ սիրում, որովհետև ծնվել եմ մեկ անգամ եւ մահանալու եմ մեկ օր, ինձ պետք չի այն հիշել, ես կամ երկրի վրա, քեզ պետք է Հիսուսի ծնունդը հիշել, արդյոք նա քո սրտում կա, որ հիշում ես նրա ծնունդը,
Դու շնորհավորում ես, արդյոք դու քո էության մեջ դրան ունես, որ դու կարող ես քո դիմացինին շնորհավորել եւ ասել Սուրբ ծնունդը շնորհավոր, Սուրբ ծնունդդ, բայց ոչ Սուրբի ծնունդը։ Ինչքան է աղավաղվել այս ամենը։ Տարբերությունը զգում ես, Սուրբ թե Սուրբի ծնունդը։ Ուզում եմ, որ հասկանաս այս տարբերությունը։ Սուրբ դա ինչ որ մի բառ է, իսկ Սուրբի ծնունդը դա անձ է, դա Հիսուսն է։ Կամ քեզ հիշեցնում են նրա մասին, կարող է անգամ դու չես էլ հիշում, դե բնական է այն գեղեցիկ ուտեստները քեզ հիշեցնեն, բնական է տերունականները քեզ կասեն, որ այս ու այս եւ այն, եւ կգնաս եկեղեցի եւ մեռոնված ջուրը կվերցնես կբերես քո տունը, բայց ինչ կփոխի այն քո կյանքի մեջ, ոչինչ։ Մեծն բարձր ձայնով ասում եմ, քո կյանքում անգամ այն մեռոնված ջուրը ոչինչ չի փոխի, որովհետև դու հիշելու ես Հիսուսին տարին մեկ անգամ։ Սա ավանդույթն է, որ քեզ կհիշեցնի, եւ այսպես դարերով, սիրելիս, որ կամ որ դու ապրում ես այս երկրի վրա, ամեն տարի դու հիշելու ես Հիսուսի մանուկ ծնունդը եւ այդքանը։ Նա քեզ համար չմեծացավ, նա քեզ համար չդարձավ Տեր ու Փրկիչ, նա քեզ համար չխաչվեց խաչի վրա եւ դու հիշելու ես նրան միայն մանուկ ծնված։ Դու կտոնես նրան, ես նորից եմ կրկնում, դու կտոնես նրան, կարող է եւ սրտով կտոնես այդ օրը, բայց կրկնում եմ, նա դեռ քո կյանքում ծնված չէ, քո կյանքում ծնված չէ, քո կյանքում ծնված չէ, քո սրտում նա ծնված չէ, ինչքան էլ ուզում ես տոնիր, բայց եթե դու առանց ծնունդի, եթե ինչ որ մեկը երեխա է ունենում, տոնում է իր երեխայի ծնված օրը, բայց եթե ինչ որ մեկը երեխա չունի, չի ունեցել, կարող է տոնել այդ երեխայի ծննդյան օրը, ոչ։ Հիսուսն ասեց, ես եմ ալֆան եւ օմեգան, ես եմ սկիզբը եւ վերջը։ Հիսուսը չասեց, ես եմ այն մանուկը, ով ծնվեց գոմի մեջ։ Եվ հիմա ուզում եմ կարդամ Ելից գիրքը, որպեսզի դու հասկանաս, որ անգամ մինչ նոր ուխտը, մինչ Հիսուսի աշխարհ գալը, Հիսուս Քրիստոսը ուներ արդեն մարդկային մարմին։ Ելից 3-րդ գլուխն եմ կարդում 13-ից 15-ը։ Եվ Մովսեսն ասեց Աստծուն. Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ եւ կասեմ նրանց. ձեր հայրերի Տեր Աստվածն ինձ ձեզ մոտ է ուղարկել եւ երբ որ ինձ ասեն, թե ինչ է նրա անունը, հայրերի Տեր Աստվածը, նայեք, սա Ելից գիրքն է դեռ, ծննդոցից հետո գալիս է Ելից գիրքը, ինչ է ձեր ինչ է նրա անունը, ես ինչ ասեմ նրանց։ Այստեղ Մովսեսը Տիրոջն էր հարցնում. ինչ ասեմ նրանց, ով ես դու, ինչ է քո անունը։ Եվ Աստված ասեց Մովսեսին, Աստված ասեց. ես եմ, որ եմ։ Եվ ասեց այսպես. ասիր Իսրայելի որդիներին, ինձ էմը ուղարկեց ձեզ մոտ։ Նաև Աստված ասեց Մովսեսին այսպես ասիր Իսրայելի ժողովրդին. ձեր հայրերի Եհովա Աստվածը, Աբրամի Աստվածը, Իսահակի Աստված եւ Հակոբի Աստվածը ինձ ձեզ մոտ ուղարկեց։ Այս է իմ անունը հավիտյան եւ այս է իմ հիշատակը ազգից ազգ։ Ինչ ասեց նա, ես եմ, որ եմ։ Այսինքն Աստծո անունը առաջնահերթ անվանվեց ես եմ։ Այսինքն ամենակարևորությունն է նա։ Հին ուխտում նա մարմին էր, նա Աստված էր։ Ցավալի է այն փաստը, որ դու նրան օրը տոնում ես որպես, նորից կրկնում եմ, մանուկ Հիսուս։ Ամեն տարի դու տոնում ես նրա ծնունդը, ամեն տարի դու փորձում ես քո կյանքում փոխել ինչ-որ մի կարևորագույնս, բայց քո կյանքում չի փոխվի, սիրելիս, մինչդեռ որ իրականում Հիսուս քո կյանքի մեջ չծնվի եւ դու չվերածնվես հոգուց, ոչինչ չի փոխվելու սա։ Եսայա 11-րդ գլուխ Կարդում եմ 1-ից 5-ը։
Այստեղ Եսայան մարգարեացել է այսպես. Եվ Հեսեի բունից է մի շարավիղ է դուրս գալու, եւ մի ընձյուղ է բուսնելու նրա արմատներից է, եւ նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին, իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին, եւ նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է, եւ նա իր աչքի տեսածին պես չի դատի, եւ ոչ իր ականջներին լսածի պես կհանդիմանե, այլ աշտարությամբ գտադե աղքատներին եւ ուղությամբ կհանդիպանե երկրի խոնարհների մասին եւ երկրին կզարկե իր բերանի գավազանովը եւ իր շրթունքների հոգովը կմերցնե ամբարշտին եւ աշտարությունը նրա մեջքի գոտին կլինի եւ ճշմարտությունը նրա երանգի գոտին։ Սա գրված է Հիսուսի մասին, սա Հիսուսի ծնունդի մասին։ Նրա վրա կհանգչե Տիրոջ հոգին։ Ինչ է նշանակում սա? Սուրբ հոգին նրա հետ է եղել մարդիկ, եղել է կա ու հավիտյան կմնա Տիրոջ վրա։ Իմաստության եւ հանճարի հոգին։ Դու կարող ես պատկերացնել դեռ մանուկ ծնված Հիսուսը, արդյոք նա կարող է լինել իմաստուն եւ հանճարեղ։ Ասում են նրա վրա կհանգչի իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, այն խորհուրդը, որ նա մեզ տալիս է, այն զորությունը, որ նա իր վրա ունի, նրա անունն է Էմանուել, Աստված մեզ հետ։ Եվ գիտության Տիրոջ երկյուղի հոգին։ Գիտեք որն է դա? Աստված եկավ աշխարհ, բայց Աստված մնաց երկյուղված իր հոր Հայր Աստծո հանդեպ։ Նա երբեք ասում է Աստվածաշունչը, նա կարող է շատ բաներ անել ինք իրենով, բայց ասում է ամեն քայլ, որ գործեց Հիսուս Քրիստոսը, նա աղոթքով եւ հարցնելով էր անում իր Հայր Աստծուց։ Եվ ասում է երկրին կզարկե իր բերանի գավազանովը, ով կզարկե երկրին? Հիսուսը։ Զգում ես, որ այսօր Հիսուսը զարկում է երկրին իր բերանի գավազանովը, որն է Աստծո խոսքը։ Սիրելիս, մենք միայն կարող ենք զարկվել Աստծո խոսքով, մենք միայն կարող ենք խելքի գալ Աստծո խոսքով, մինչդեռ մեր կյանքում չկա զարկ հոգևոր, քո հոգին մեռած է մնալու։ Մինչև քո կյանքում չլինի հոգևոր զարկ եւ հասկացողություն, քո մարմինդ էություն Աստծո մեջ մեռած է մնալու։ Մենք մնալու ենք շնչավոր եւ այսպես մեր շնչավոր էության համար ամեն տարին մի ձևով կտոնենք եւ ոչինչ մեր կյանքում չի փոխվի։ Ասում է խոսք։ Խոսքը մեկի համար փրկություն է, իսկ մյուսի համար սույն այդ խոսքը դատաստան է, դու գիտեիր դա։ Իր շրթունքներով կմերցնե ամբարիշտին, ով Հիսուս Տերը, մանուկը ոչ Հիսուս Տերը։ Անցանք, մանկանը մենք կթողնենք այսօր Հիսուս Տերը։ Աշտարությունը նրա մեջքի գոտին կլինի եւ ճշմարտությունը նրա երանգի գոտին։ Ես ուզում եմ ինձ հարց տալ, հասկանալ որն է երանգը մարդու վրա։ Որն է երանգը։ Բայց հիշեցի, որ հին ուխտի մեջ անգամ հայրերը որդիներին երբ մարգարեացել են, երբ օրհնել են, երբ ինչ որ մի բան խնդրել են, ասել են ձեռքը դիր իմ երանգի վրա։ Եվ այն երանգը ինչ որ այստեղ գտնվող բանի մեջ է, որտեղ որ գտնված է մեր Աստվածային շունչը, որ մեր մեջ բնակվում է, այն խորը բան է երանգը, եւ ասում է ճշմարտությունը նրա երանգի գոտին կլինի, այսինքն հոգու էության գոտին կլինի։ Եվ այսպիսի մի Աստծուն մենք հասցրել ենք մի փոքր մանկան կարգավիճակի։ Ում մասին է գրված եղել այս ամենը հազարավոր տարիներ առաջ, մարդիկ, ում մասին հազարավոր տարիներ առաջ։ Այո, ասեմ քեզ, ոչ թե մանուկ Հիսուսի մասին, այլ Հիսուս Քրիստոսի մասին, այլ Էմանուելի մասին, Աստված մեր հետ Աստծո մասին է գրված եղել այս ամենը։ Սիրելիներ, ես ուզում եմ այսօր, որ մեր բոլորի աչքերը իրականում բացվեն եւ կցանկանամ, որ քո հոգեվոր հոգու աչքերը բացվի, որովհետեւ պիտի ասեմ մի կարևոր բան, շատ մի կարևոր բան, որ բավ է նրան դնել օրորոցի մեջ եւ բարի գիշերը երկել եւ նրան օրորոցի մեջ քնացնել։ Դե ծնվեց նա, բայց շուտապուտ ձևով դու նրան օրոր երկեցիր եւ քնացրեցիր եւ նա քո կյանքում դեռևս 1 տարի մնաց քնած մանուկ։ Բավ է փառավորին անտեսել, բայց անձնական փառքովը մեր զմայվել։ Բավ է մարդիկ, բավ է Հիսուս Քրիստոսին փոքրացնել, բավ է նրան դարձնել մի փոքր
նշանակետ եւ մենք մեր փառքով անձնական զմայլվենք ու դառնանք փոքրատար թագավորներ։ Բավ է նրան մանուկ կարծել, բայց ինքդ քեզ շատ իմաստուն կարծել։ Գիտեք որն է դա։ Մենք այնքան իմաստուններ ենք, մենք ուղղակի առանց մեր մազերը ճերմակած իմաստուններ ենք, որ մենք կարծում ենք իմաստուն ենք, բայց մանուկ Հիսուսին անդադար թողել ենք, մանուկ Հիսուս, եւ նա մեզ համար դեռ չի մեծացել։ Բավ է հագնել կրոնավոր հանդերձներ, բայց մնալ հոգով եւ մարմնով մահացած մարդիկ։ Հերիք է։ Հանեք այդ հանդերձները, հանեք այդ մահացած, այդ տիղմով լեցված, մեղքով տոչորված հանդերձները հանեք կրոնավոր։ Թույլ տվեք, որ Տերը մեզ հագցնի հանդերձ երկնային։ Բավ է կրոնավոր ավանդույթները մեծացնել, սիրելներ, բայց Էմանուելին փոքրացնել։ Մենք ամեն ինչ անում ենք, մենք պաշտում ենք Մայրան, մենք պակում ենք ամեն մի քահանայի ձեռք, մենք պակում ենք պատերը եկեղեցու, մենք պակում ենք պոլերը, մենք աղոթում ենք, մենք խաչակնքվում ենք։ Նկատել ես ինչ որ մեկը եթե եկեղեցու կողքով անցնում է, քանի անգամներ է խաչակնքվում արագ։ Ինչու ես խաչակնքվում։ Ինչ է փոխվելու։ Ինչ որ մեկ բան փոխվեց, խաչի մասին գիտես ով է նրա վրա խաչվել։ Խաչակնքվում ես։ Ես այդ խորհուրդը ստացել եմ Տերիցը, ոչ թե խաչը քո վրա կհանես, այլ դու կհելնես խաչ, որպեսզի հասկանաս, թե ինչ տառապանք է կրել իմ Տեր Հիսուսը։ Ես այն հասկացել եմ, մարդիկ։ Իմ ապաշխարությունը սկսվել է այդ պահից սկսած։ Իմ Քրիստոսի սերը հանդեպ ունեցած սկսվել է այդ պահին սկսված, երբ որ ես հասկացել եմ, թե նա ինչու պիտի այդքան տառապեր իմ տեղ։ Ինչու պիտի նա տառապանքներ կրեր իմ մեղավոր անձի տեղ։ Երբ որ դա կհասկանաս, կապաշխարես։ Բավ է խոցոտել նրան մեր մեղքերովը, բայց նրան հագցնել ծիրանի։ Դու գիտես որն է դա։ Հիշում ես դու, երբ որ Պիղատոսը զինվորներով ծեծեցին Հիսուս Քրիստոսին եւ գլխի վրա թագը դրեցին եւ նրան կաշվեհան էին արդեն գրեթե արել, բայց այդ ծեծելուց հետո հագցրեցին նրան ծիրանի եւ ասեցին. «Գեթ հրյաների թագավոր ողջույն»։ Հիմա ինչ է կարծում ես, դու Պիղատոսի զինվորներից ավելի լավն ես։ Կարծում ես դու նրան չես ցավեցնում, սիրելիս, դու ցավեցնում ես, դու խոցոտում ես նրան ամբողջ տարին քո մեղքերով, բայց գալիս է ժամանակ, որ դու նրան հագցնում ես ծիրանի եւ դա տարին մեկ անգամ։ Ծննդյան օրը, զատիկի օրը հագցնում ես դու նրան ծիրանի, բայց ասեմ քեզ, դա ոչինչ չի օգնելու։ Խոցոտելուց հետո հագցնել ծիրանի եւ ասել լեր հրյաների թագավոր ողջույն, դա այլևս չի օգնելու։ Ամենայն դեպս քեզ չի օգնելու։ Իմ աղոթքն է, ուղղակի իմ հոգու եւ սրտի աղոթքն է Տիրոջը։ Դու կասես խիստ է խոսքը, ես կասեմ Աստվածաշնչյան է խոսքը։ Դու կասես, դու կարող ես ինձ մի փոքր փափուկ այն քարոզել, ես կասեմ ոչ սիրելիս։ Տերը կվերցնի իմ բերանը եւ կօգտագործի։ Ինչպես որ նա օգտագործեց այն, ես կօգտագործվեմ նրան որպես անոթ, որովհետեւ երբ որ դու ընդհանրապես նրա ձեռքերում անոթ ես գտնված, դու չես կարող ընտրել ինչպես խոսել եւ ինչ խոսել, այլ Տերը ինքն է ընտրում ինչպես խոսել եւ ինչ խոսել։ Եվ ուզում եմ ասել քեզ, այսօրվա այս խոսքը Սուրբ Ծնունդի վերաբերյալ, Bon Noël ֆրանսերեն, Սուրբ Ծնունդ հայերեն, ինչպես է անգլերեն, ինչպես է գերմաներեն, սա երբեք մեզ չի օգնելու։ Այն երկերը մենք, որ երբևիցե երգել են Քրիստոսի մասին, նրա մանուկ ծննդյան մասին, այն մեզ չի փոխելու մարդիկ։ Այն մեզ չի դարձնելու իրական քրիստոնյա։ Քեզ կդարձնի իրական քրիստոնյա, որ դու հասկանաս նրա երկիր գալու իմաստը բուն։ Եվ հասկանաս, որ այլևս, եթե անգամ քո կողքին կգտնվեն մարդիկ, ովքեր որ երկրավոր աշխարհիկ են, կգտնվեն մարդիկ, ովքեր որ կգան քեզ կասեն քո Սուրբ Ծնունդը շնորհավոր, դու կարող ես նրան մի գեղեցիկ հարց տաս, իսկ ի՞նչն ես դու ինձ շնորհավորում, եթե իմ մեջ այն ծնունդը չկա,
ինչն է շնորհավորում։ Այսպիսով Հիսուսը տերերի տերն է քո կյանքում։ Նա պիտի ծնվի քո կյանքում ամեն օր, հիշիր սա։ Նա քո կյանքում պիտի ծնվի ամեն ժամ։ Նա քո կյանքում հոգևոր մարդ պիտի ծնվի ամեն րոպե եւ ամեն վայրկյան։ Հիսուսը չի կարող քո կյանքում ծնվել մենակ մեկ օր տարին։ Դու չես կարող քրիստոնյա կոչվել, եթե Հիսուս քո կյանքում ծնվեց մեկ օր տարին մեկ անգամ։ Նա պիտի ամեն օր քո մեջ ծնվի։ Հիսուս պիտի քո մեջ ծնվի, քո կյանքում պիտի ծնվի։ Հիսուս չպիտի ծնվի աշխարհում եւ օրենքի մեջ, Հիսուս չպիտի ծնվի կրոնի մեջ, նա քո մեջ պիտի ծնվի։ Եվ դու այն կհասկանաս այսօր, եւ հուսով եմ, որ այն դու մեծն Աստծուն փառք տալով քո հոգու շտեմարանների մեջ այն կմցնես։ Դու կարող ես այն հրաշք համարել, ոչ թե սուրբ ծնունդը քո կյանքում, այլ սուրբի, ես եմ ավելացնում վերջում, սուրբի ծնունդը քո կյանքում, որի անունն էր Հիսուս։ Կարող ես հրաշք համարել, որ նրան երբևիցե փնտրել ես, կարող ես հրաշք համարել, որ նրան երբևիցե գտել ես, կարող ես հրաշք համարել, որ երբևիցե դու նրա ետևից գնացել ես եւ գնում ես, դու կարող ես հրաշք համարել, երբ որ դու քո Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին երկրպագում եւ պաշտում ես, դու կարող ես հրաշք համարել, երբ որ դու քո կյանքի ամբողջ 24 ժամը ապրում ես Հիսուս Քրիստոսի համար։ Սա է սուրբ ծնունդը, սիրելիս, թե չէ, եկեք ուղակի, գիտեք ինչպես, ուզում եմ մի բան էլ ասել, Պիղատոսը ինքը, երբ որ Քրիստոսին ինքը չէր ուզում խաչել, Պիղատոսը ամեն բան փնտրում էր, որ փրկեր Քրիստոսին, բայց քանի որ այն նրան չստացվեց, որովհետև ասեցին քահանաները, եթե դու նրան բաց թողնես, ապա դու Հերովդեսի թշնամին ես, ապա Պիղատոսը ուրիշ ելք այլևս չուներ, եւ երբ որ նա արդեն այլևս ելք չուներ, նա պիտի տար այդ խաչելիությունը Քրիստոսի, ինչ արեց նա։ Գնաց վերցրեց ջուրը, լեցրեց իր ձեռքերի վրա, ասեց, ես լվանում եմ իմ ձեռքերը, քանզի ես նրա մահից անպաշտ եմ, ինչպես մի րոպե Պիղատոս։ Չկա այդպիսի բան, Պիղատոսներ չկա այդպիսի բան, մենք չենք կարողանում մեր ձեռքերը լվանալ ջրով եւ ուղղակի մենք մեզ ինքներս հույս տանք, որ մենք անպարտ ենք նրա մահից, նրա խաչից, որ մենք անպարտ ենք նրա ծնունդից, նրա երկրի գալուց, որ մենք անպարտ ենք ամեն ինչից, ինչ որ նա մեզ համար արել է։ Սիրելիս, դու չես կարող, դու ժամանակը գալու է, դու չես կարողանալու նրան պատասխանես, որովհետև նա ամեն բան արել է քեզ համար, քո կյանքի փրկության համար։ Նա ուղարկել է ամեն մի փրկության ճանապարհը քեզ, բայց գիտես ցավալին որն է, որ դու մոլորված կորած ոչխարի կամ գառան պես մոլորվում ես անջուր ճանապարհներում։ Դու չես կարող, դու չես գտնելու ոչ մի պատասխան գետ մեկ օր, որ ասես դե, ես չեմ իմացել, դու գիտես, դու հիմա գիտես այն։ Եվ ուզում եմ վերջինս կանգնեք ոտքի, իմ աղոթքը ես կարող է երբևիցե այս տեսիլ կպատմել եմ, ձեզ չեմ հիշում, կանգնեք ոտքի սիրելիներ, ուզում եմ քեզ ասել մեկ բան։ Այս երկրի վրա կան բազում թագավորներ, ինքը դու ես փոքրատար թագավոր քեզ համար։ Եվ ես հիշում եմ մեկ օր, իմ երազների, իմ տեսիլքների մեջ, ամբողջ մի ընկերուհիներ ասեցին, որ պիտի ամբողջ աշխարհի թագավորները հավաքվեն իրար գլխի, եւ այնտեղ նաեւ լինելու է Հիսուս Քրիստոսը։ Ես կարծեմ պատմել եմ, վկայել եմ սա ձեզ մարդիկ, բայց on-line-ը չգիտի։ Եվ ես ասեցի, ով որքան գեղեցիկ է։ Եկեք գնանք, Հիսուս Քրիստոսին էլ կտեսնենք։ Եվ հիշում եմ տեսիլքներիս մեջ, երբ որ գնացինք, ամբողջ բեմականացում էր մի դա, որ ամբողջ աշխարհի թագավորները փառավորված զգեստներով շքեղ հագնված իրենց գլխներին դրած թագերը կանգնած էին եւ ամբողջ աշխարհի մարդիկ նրանց փառավորում էին եւ փառավորում էին։ Եվ ես այնտեղ կանգնած ասեցի այդ իմ ծանոթների մեջ, ասեցի, սիրելիներ, այստեղ Հիսուս չկա։ Ասել են, որ Հիսուսն էլ այստեղ պիտի լինի, բայց ես այստեղ Հիսուսին չեմ տեսնում։ Սիրելիս, ուզում եմ ասել, դու չես տեսնի փառավորների մեջ Հիսուսի։ Դու փառավորների մեջ դու չես գտնի Հիսուսին, սիրելիս։ Եվ ես ասեցի, մարդիկ,
այստեղ Հիսուս չկա։ Եվ ես թողեցի այդ աշխարհը, այդ թագավորները, այդ փառքը, եւ ես ուղղակի սկսեցի փնտրել այդ ամբողջ տարածքների մեջ իմ Քրիստոսի։ Եվ քայլեցի, եւ եկա հասա մի տեղ, որտեղ որ կար մուտք, դրան մուտք էր, եւ այդ դուռը կարծես թե դեպի դուրս էր բացվում, ոչ թե դեպի ներս, եւ այնտեղ կանգնած էր մեկը, փոքրամարմին, հասարակ, եւ նրա գլխին էր կարթակ, եւ նա կանգնած էր եւ ուշադիր իմ ուղղությանն էր նայում։ Եվ ես փնտրտուքների մեջ էի։ Ես ամբողջ աշխարհի մեջ Հիսուսը եմ փնտրում։ Ինձ ասվել էր, որ Հիսուսը կա, Հիսուսը թագավոր է եւ լինելու է նրանց մեջ, բայց նա նրանց մեջ չէր։ Քայլեցի եւ տեսա այդ էակին կանգնած եւ մոտեցա եւ ասեցի. ես Հիսուսին եմ փնտրում։ Եվ նա ինձ նայեց։ Եվ ես նրան ասեցի. բնավ ասեցի, դու ես Հիսուսը, դու ես իմ Քրիստոսը։ Եվ նա նայեց ինձ եւ ասեց. այո, ես եմ ասեց։ Ես չեմ կարող այդ թագավորների մեջ գտնվել։ Ես չեմ կարող ապրել ճոխություններ։ Ես չեմ կարող փառավորվել նրանց մեջտեղում կանգնած, որովհետև նրանք իրենց են փառավորում, բայց ես իմ հորն եմ փառավորում։ Ուզում եմ ասել, սիրելիս, դու չես գտնի, դու աշխարհի մեջ չես գտնի ոչ մի թագավոր, որին դու ի սրտե կկարողանաս փառավորես, ով որ քեզ համար խաչատ փայտին է կանվել։ Եվ այդ սույն Հիսուսը կանգնած ասեցի. Տեր, ես քեզ եմ փնտրում։ Եվ գրկեցի նրան։ Եվ նա ասեց. նայիր դուրս տր, ես այստեղ մենակ եմ կանգնած։ Եվ դու մենակ ինձ մոտ ես գալիս, եւ այս իմ ետևում դռները, որ տեսնում ես, այն դռները տանում են դեպի հավիտենությունը, եւ ես կանգնած եմ դրան մոտ, ից հետը, ինչ որ մեկին կարողանա հավիտենական կյանքը ժառանգեցնել, սիրելիս։ Աշխարհը կմնա աշխարհ, բայց աշխարհը վերջնական է մեզ համար։ Մենք ունենք հավիտենություն, որի սկիզբն է Քրիստոսը։ Մենք ունենք հավիտենություն, որի սկիզբն է Աստծո որդին։ Եկեք ուղղակի չանցնենք նրա կողքով։ Եկեք թողենք աշխարհի ամեն մի փառքը, փառավորելը եւ փառավորվելը մարդկանցով, ուղղակի փառավորենք եւ փառք տանք միակին Հիսուս Քրիստոսին, ով էլի եմ կրկնում, Աստված էր, բայց մարդկային մարմին հագավ, որպեսզի մեզ հասկացնի մի կարևորագույնս. դու մեղքի մեջ ես, դու փրկության կարիք ունես մարդ, դու պիտի քո մեղավոր կյանքը թողնես, բայց ինչպես? Փնտրիր, գտիր, հապվիր քո Տիրոջը, ով որ քեզ համար իր կյանքը խաչի վրա չի խնայել։ Եվ այսպես կարող ես դու ապրել ապաշխարություն, եւ այսպես դու կարող ես ամեն մի պապանձվող բերան փակես, եւ այսպես դու կարող ես ամեն մեկին իրականում պատմել, թե ինչ է նշանակում քեզ համար Սուրբ Ծնունդը, կամ ինչ է նշանակում քեզ համար նոր տարի։ Սա է սիրելիս, ոչ թե Սուրբ Ծնունդ, այլ Սուրբի Ծնունդը։ Հայր Աստված, ես շնորհակալ եմ քեզ, Տեր, որ դու սովորեցնում ես մեզ, որ դու մեր ամբողջ էությունը փոխում ես եւ հասկացնում ես, թե որքան կարևորագույն է քո որդին մեզ համար։ Դու հասկացնում ես, թե որքան կարևոր է մեզ համար հավատքը կենտանի հոսող ջրերը, քան թե ինչ որ մեռած, ապականված կրոն, որը որ ինքը իրենից տիղմված է եւ հոտ է գալիս։ Եվ ուզում եմ այսօր ասել, սիրելիս, եղիր հավատացյալ։ Եղիր քրիստոնյա հավատացյալ մարդ, որպեսզի դու կարողանաս Քրիստոսից խոսել, որպեսզի դու կարողանաս Քրիստոսին փառավորել եւ մեծարել, ոչ թե փոքրացնել, դարձնել երեխայի կարգավիճակի, այո, կաթոլիզմը արեց դա, կաթոլիկներն արեցին։ Նրանց համար Հիսուսը մնաց փոքր, Մայրամի կրկում, բայց քեզ համար թող Հիսուսը լինի Աստծո որդին եւ Աստված հենց ինքը։ Ամեն։ Շնորհակալ եմ Տերս, շնորհակալ եմ քո
փառքիդ համար։ Շնորհակալ եմ քո Սուրբ Հոգուտ ներկայության համար։ Շնորհակալ եմ քո խոսքիդ համար, որ այն մեզ կրթում է, այն մեզ դարձնում է իրական քրիստոնյաներ, այն մեզ չի դարձնում կրոնավոր ինչ-որ ոմն մեկը, այլ դարձնում է հավատացյալ, հավատքով, օծված քո երկնային Սուրբ յուղով եւ Սուրբ Հոգով, մեկ քրիստոնյա, մեկ անձ, ով գիտի Քրիստոսի իրական ծնունդի մասին, բայց ոչ թե երբ է ծնվել Քրիստոսը։ Մի քրիստոնյա, ով երբևիցե թույլ կտա, որ իր մեջ ծնվի Քրիստոս, թագավորների թագավորը, արքաների արքա։ Եվ սա ես աղոթում եմ քեզ համար, որ դու սա հասկանաս եւ ընդունես Հիսուս Քրիստոսի անունով։ Փառք ամենակալին, փառք արքաների արքային, փառք Էմանուելին, փառք Հիսուս Քրիստոսին, փառք Սուրբին, փառք Տերերի Տիրոջը, ով Աստված էր եւ Աստված էլ կա հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ինչ որ մեկը թող ասի ամեն։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։